Համեցեք։ Այո։ Հարցս երկու բանախոսներին եմ ուղղում, տեսեք ձեր հարցումների արդյունքներն էլ են ցույց տվել, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում մարդկանց ժողովրդի համախմբումը, թե ընդհանուր քաղաքական դաշտի ուժերի կողմից եւ թե ձեր շարժման կողմից եւ այս ընթացքում կան բանակցություններ որոշակի ուժերի հետ կոալիցիա կազմելու եւ միևնույն գաղափարի շուրջ համախմբվելու։ Առաջին հերթին բերեք խոսենք այն մասին, որ ժողովրդի այդ միասնությունը կամ համախմբվածությունը ոնց է արտահայտվում։ Այսօրվա դրությամբ բացի նրանից, որ սրբազան պայքար են մյուս շարժումները, որոնք ցույց տվեցին, թե ժողովուրդը ինչպես է պատրաստ դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը եւ իր պետության շահերը, դա միանշանակ է։ Նույնը եղավ 5-շաբթի օրը, երբ որ մենք տեսանք Սուրբ Մայրաթոր Սուրբ Այցմիածնում ժողովրդի գալը եւ համախմբվելը։ Այնտեղ գիտեք, ինչքան մարդիկ մեզ մոտեցան եւ ամենահետաքրքիրը հետեւյալն է խոսակցության այդ իմաստը։ Դուք տեսաք, որ մենք միասնությունը ապահովեցինք։ Հիմա դուք քաղաքական ուժեր, դուք էլ այդ ամենը ապացուցեք, որ դուք կարող եք միավորվել։ Սա շատ հետաքրքիր հարցադրում էր։ Եվ ես կարծում եմ, որ այս ուղղությունը պետք է ճիշտ ձևով գնահատել եւ փորձել շարունակել։ Ինչ վերաբերում է թե քաղաքական ուժերի հետ, որ քաղաքական ուժերի հետ կարելի է համախմբվել եւ միասնություն ապահովել, ապա սկզբունքը հետեւյալն է։ Առաջին հերթին պետք է մտածել ինչպես ենք մենք ազատվում այս իշխանությունից, որովհետեւ եթե մենք հիմա նստենք եւ մտածենք թե ինչպիսի կոալիցիայով կարող ենք առաջնային ուժ դառնանք, դա երևի չբավարարի ժողովրդին։ Բայց գլխավոր հարցը հետեւյալն է։ Միգուցե այստեղ տարբերակներ էլ կան, գիտեք, ոչ թե անպայման կուսակցությունները միավորվեն եւ որպես քաղաքական միավոր հանդես գան, այլ միգուցե նաեւ մենք կարողանանք ձևավորենք այնպիսի մի թիմ, որը լինի ապագա կառավարության կազմը։ Այսինքն մարդիկ տեսնեն, թե ովքեր են վերցնում այդ պատասխանատվությունը իրենց վրա եւ ինչ ծրագրով են վերցնում այդ պատասխանատվությունը։ Հավանաբար, որովհետեւ քաղաքական ուժերի նկատմամբ որոշակի այդ անվստահությունը արկա է։ Եվ դրա համար միգուցե դա ավելի ճիշտ մոտեցում լինի, որ վաղը լինելու է այսպիսի կառավարություն, եթե դուք նրանց վստահում եք, մենք դա ասել ենք նաեւ շատ ավելի վաղ, բայց ցավոք սրտի մենք կարող ենք դա ներկայացնենք, բայց դա սխալ կլինի, եթե մեկ քաղաքական ուժ դա ներկայացնի։ Դա պետք է արվի ամբողջ հիմնականում այն ուժերի ուրեմն միասնության արդյունքում, որոնք որ կարող են մեկ ծրագրի շուրջ համախմբվել։ Այսպիսի մոտեցում կա եւ ես կարծում եմ, որ այո, մենք կոնսուլտացիաներ սկսել ենք, ուղղակի չեմ ուզում հիմա ժամանակը շուտ չեմ ուզում բան ասեմ, բայց հիմնականում սկսել ենք հլա դեռ որ տեսնենք, զոնդաժ է այսպես ասած։ Մյուսներն էլ թող ալեն։ Մենք գտնում ենք, որ դա այդ ժամանակն է, երբ որ պետք է հասկանալ, պետք է ճիշտ ընտրությունը կատարել, ուղղության ճիշտ ընտրություն կատարել։